Այս տարի ամանորին ընդառաջ սննդամթերքի գները սովորականի պես այնքան չեն բարձրանա, որքան նախորդ տարիներին։ Ամբողջ տարվա ընթացքում այնքան շատ են եղել թանկացումները, որ արդեն գրեթե մթերքները հասել են իրենց առավելագույն գնին։ Այդ էական շեղումը, խիստ էական շեղում դժվար թե այս տարի գրանցվի, որ Հենց այդ պատճառով փորձագետի գնահատմամբ ամանորին ընդառաջ նկատելիորեն կթանկանա բանջարեղենը, միրգը, ինչը բացատրվում է սեզոնայնությամբ, իսկ մսամթերքի գինը ըստ էության կմնա նույնը։ Հաշվարկել են, թե որքան կարժենա, այսպես ասած, միջին ամանորյա սեղանը։ Իրականացրել ենք հաշվարկներ, թե 30 հոգի հյուր ընդունելու համար ինչքան գումար անհրաժեշտ, 150-ից 200,000 դրամ, մենք ծախսերը ըստողերի ներկայացրեցինք, նույն տրամաբանությամբ 60 հյուր ընդունողին կրկնապատվի եւ այլն, բայց այդ 150-ից 200,000 դրամը հաշվի առնելով երկրում նվազագույն աշխատավարձը, բժշկի աշխատավարձը, ինչի՞ չէ քաղցրահողի աշխատավարձը, պետական ծառայողի ոչ բարձր պաշտոնյաների մասին խոսքը, աշխատավարձը բավականին մեծ գումար է եւ այս դեպքում կամայական թանկացում իր անմիջական բացասական հետևանքներ ունի։ 150-ից 200,000 դրամ արժեցող սեղանը բնավել ճոխ սեղան չէ, այնտեղ չի կարող լինել ձկնկիթի տեսականի, ասում է Պիպոյանը։ Նրա խոսքով դա այն նվազագույնն է, որին ձգտում է յուրաքանչյուր ընտանիք ամանորյա հյուրասիրության համար։ Այսօր շրջեցինք նաև Երևանի շուկաներով, վաճառողները նախորդ տարվա հետ համեմատականներ անցկացնելով փաստում էին, որ այժմ առևտուրը պակաս ակտիվ է։ Չէ, բոլորովին։ Մարդիկ ոչ շարժ կա, ոչ բան կա։ Ում էլ խոսում ես, ասում փող չունենք, ինչ են անելու։ Անցած տարի այս տարվանից լավ էր։ Ավելի շատ էր առևտուրը, շարժը շատ էր, այս տարի քիչ է, տարվա տարի քիչում ամեն ինչ։ Ամայրա ոչ մի բանը չի վաճառվում։ Խոզի բուդը չի վաճառվում։ Շատ թույլ։ Անցած տարվանից քիչ է վաճառվում։ Այո։ Իսկ ընդհանրապես որ մարդիկ գալիս են, չեն ասում բողոքում են կամ չեն բողոքում։ Չէ, ոչ մի բան չի բողոքում, գոհ են ամեն ինչից։ Չէ, առևտուր չկա, մարդիկ փող չունեն։ Այն անձնավորությունը, որ ասեն գալիս էր մի 10 հատ լավաշեր առնում, իսկ հիմա մի հատ, երկու հատ։ Հոսք ընդհանրապես չկա։ Շատ քիչ է հոսքը։ Այսօր յուրաքանչյուրիս էլ քաջ հայտնի է, որ խնդիրը խնդիրը գումարն է։ Իսկ հարցին, թե որքան գումար են նախատեսել ծախսել ամանորյա սեղանի համար, քաղաքացիները պատասխանում էին։ Միջինը 150,000, 200,000-ն է ծախսում։ Որ լավ գներ եղի, հիմա պատրաստ ենք ցավը տանեմ։ Գները այնքան թանկ է, առիթ չենք անում մոդենանք։ Չամիջից բռնա, չամիջ եղած ինչ։ Կառուների համար բոլորն է թանկ։ Քյավառ եմ օգնում, քյավառ շատ ենք ծախսանում։ $1500։ Այդքան հնարավորություն ունեք։ Չունենք, բայց ստիպված պետք է անենք, որովհետև այն մեկը չասեիմ սեղան նրանից լավ էր։ Մոտավորապես 150,000։ Իսկ ընդհանրապես մարդիկ կարող են դուր տալ իրենց, ինչ է կարծում եք, չգիտեմ, խոզի բուննա կամ չեն թանկացել։ Կարծում եմ այո, չէ, մատչելի է բավական։ Ցավը տանեմ 1000-ն է լինի, վատ չի լինի այսօրվա պայմանների համար, որտեվ դա գումար չի։ Անգամ $1000-ն է, դա գումար չի, բայց չունեցողի համար 1000 դրամն էլ դա գումար է։ $1000։ Այդքան շատ։ Հա, $1000 շատ է։ Շատերի համար նորմալ։ Շատ չի, շատ նորմալ է։ Ամեն ինչը թանկ է։